Այն մարդիկ, որոնք հոգեբանորեն եւ իրենց կարգավիճակը թույլ տալիս է մեր երկրին օգնեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, վստահաբար իրենք մի պահ արդեն ընկրկելու են համագործակցեն, թե ոչ։ Որտեւ եթե համագործակցեն, վաղը չեմ սորը ինչ որ փաստաթղթեր հրապարակվի սիվիկներում, դա ինչ է նշանակում։ Չեք կարծում, որ առաջին թիրախը, լուրջ թիրախը, ինստիտուցիոնալ թիրախը ազգային անվտանգության ծառայությունն է, որտեվ Եզար Սրբազանի վերաբերյալ այդ հրապարակումը ընդհանրապես արտակնոցի թուղթ է եւ հերքումներ այնքան շատ են, սկսած ՊԱԿ նախագահ Չեբրիկովի կողմից ստորագրված այն հրամանի, թե ինչ ձևի պետք է լինի, ասենք նախ միանշանակ ռուսերենը։ Մինչև ըստ օդում կախված լուրերը 2000-ականների սկիզբ մինչև 2002-3 թվականը անգամ նրանք ովքեր որ համագործակցության նման փաստաթուղթ են ստորագրել ռուսերենով է լրացվել։ Իսկ դա 86-88 է։